Միացյալ Նահանգների նախագահը հայտարարել է, որ Իրանի միջուկային ծրագիրը տասնամյակներով հետ է մղվել։ Այն բանից հետո, երբ ԱՄՆ զինուժը ոչնչացրեց իրանական միջուկային օբյեկտները։ Մինչդեռ ԱՄՆ հարվածների մասին Պենտագոնի նախնական զեկույցը կասկածի տակ է դնում դրանց հաջողությունը։ ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակում Դոնալդ Թրամփն ասել է, որ ամերիկյան հարվածներից հետո Իրանն այս պահին այլևս չի ցանկանում ուրան հարստացնել։ Նրանք ցանկանում են վերականգնվել եւ մենք թույլ չենք տա, որ ուրան հարստացնեն։ Ռազմական ճանապարհով թույլ չենք տա։ Կարծում եմ ի վերջո որոշակի հարաբերություններ կունենանք Իրանի հետ։ ԱՄՆ պաշտպանության նախարարը վստահեցրել է, որ ամերիկյան հարվածները եղել են անթերի։ Իր իսկ ղեկավարած Պենտագոնի զեկույցը նախնական է։ Ըստ Փիթ Հեքսեթի ցանկացած գնահատական, որն այլ բան է ասում, դա պարզապես ենթադրություն է, որն արվում է այլ նպատակներով։ Հաշվի առնելով 30,000 ֆունտ պայթուցիկ նյութերը եւ այդ զինամթերքի կարողությունը, Ֆորդոյի միջուկային օբյեկտում ավերածություն է եղել։ Ավելի վաղ ամերիկյան լրատվամիջոցների տրամադրության տակ էր հայտնվել Իրանի 3 միջուկային օբյեկտների ԱՄՆ հարվածների մասին Պենտագոնի խիստ գաղտնի նախնական գնահատականը, ըստ որի միջուկային ծրագրի հիմնական բաղադրիչներն ամբողջությամբ չեն ոչնչացվել։ Ընդամենը ծրագիրը ետ է մղվել մի քանի ամսով։ Զեկույցում նաև նշվում է, որ վերգետնյա կառույցներին սահմանափակ վնաս է հասցվել, իսկ միջուկային ցենտրիֆուգները հիմնականում մնացել են անվնաս։ ԱՄՆ նախագահն ասել էր, թե CNN-ը եւ New York Times-ը, որոնք գրել էին Պենտագոնի արտահոսած զեկույցի մասին, կեղծ լուրեր են տարածում, փորձելով նսեմացնել, մեջբերում են պատմության մեջ ամենահաջողված ռազմական հարվածներից մեկը։ Մամուլը շատ անհարգալից է այն մեծ հանճարների եւ հայրենասերների նկատմամբ, որոնք այդ ինքնաթիռները վարել են հսկայական վտանգների միջով, ասել է նա։ Ամերիկացի դեմոկրատ կոնգրեսական Բրեդ Շերմանն իր հերթին ասել էր, թե կասկածում է, որ ԱՄՆ-ն լիովին ոչնչացրել է Իրանի միջուկային ծրագիրը։ Ըստ նրա, Թրամփի վարչակազմի անորոշ ձևակերպումները չեն վկայում, որ ԱՄՆ-ն վերացրել է ուրանի հարստացման համար մեծ նշանակություն ունեցող ցենտրիֆուգները կամ միջուկային պաշարները։ Բացի դրանից կան արբանյակային լուսանկարներ, որ հարձակումից մի քանի օր առաջ Ֆորդոյի օբյեկտից ավտոմեքենաներով ինչ որ բան են դուրս բերել, ըստ կոնգրեսականի հավանաբար միջուկային պաշարները։ Երբ ասում են միջուկային ծրագիր, ինչ է դա նշանակում։ Նկատի ունեն պաշարները, զենքի պատրաստման կարողությունները, ցենտրիֆուգները, անորոշ եզրույթները կիրառում են, երբ չեն կարողանում հիմնավոր փաստարկներ բերել կոնկրետ բառերով։ Մերձավոր Արևելքի հարցերով ԱՄՆ նախագահի հատուկ բանագնացն իր հերթին պնդել է, որ բունկերների պայթեցման համար կիրառվող ամերիկյան ռումբերը հաստատ ոչնչացրել են Ֆորդոյի միջուկային ստորգետնյա օբյեկտը։ Իսկ մյուս երկու օբյեկտների ոչնչացումը, որոնք վերգետնյային առանձնապես դժվարություն չի ներկայացրել, դրանց մինչ այդ հարվածել էր նաև Իսրայելը։ Պենտագոնի զեկույցի արտահոսքը պարզապես դավաճանական քայլ է, ասել է Սթիվ Ուիթքոֆը։ Ինքնին հասկանալի է, որ նման տեղեկության արտահոսքը անպատվաբեր է։ Դա դավաճանական քայլ է, այնպես որ դա պետք է հետաքննվի եւ ով էլ որ դա արել է, ով որ պատասխանատու է դրա համար, պետք է պատասխանատվության ենթարկվի։ Այս ֆոնին Իրանի խորհրդարանը քվեարկել է ատոմային էներգիայի միջազգային գործակալության հետ համագործակցությունը կասեցնելու օգտին։ Ըստ խորհրդարանի խոսնակի, պատճառն այն է, որ գործակալությունը հրաժարվել է դատապարտել Իսրայելի եւ Միացյալ Նահանգների հարձակումները Իրանի միջուկային օբյեկտների վրա եւ մեջբերում են հաջորդի է հանել իր միջազգային հեղինակությունը։ Մոհամմադ Բաղեր Ղարիբաֆը նշել է, որ համագործակցությունը չի վերականգնվի, մինչեւ չերաշխավորվի միջուկային օբյեկտների անվտանգությունը, իսկ Իրանի միջուկային խաղաղ ծրագիրը կշարունակվի ավելի արագ տեմպերով, ասել է նա։ Գործակալության ղեկավարը չի բացառել, որ բարձր հարստացված ուրանի մեծ մասը հարձակման առաջին իսկ օրվանից տեղափոխված լինի այլ վայր։ Ռաֆայել Գրոսին Իրանին կոչ է արել վերականգնել լիարժեք համագործակցությունը, ասելով, որ իրենց տեսուչների վերադարձը Իրանի միջուկային օբյեկտներ այս պահին թիվ 1 առաջնահերթությունն է։ Դա նրա խոսքով հնարավորություն կտա տեղում գնահատել վնասի չափը, հատկապես որ արդեն հայտնի է, որ միջուկային օբյեկտներից մեկի ներսում հարվածների հետևանքով ռադիոակտիվ նյութի շատ փոքր արտահոսք եղել է։ Ունենք այն, ինչ ունենք, պետք է աշխատենք եւ շարունակենք։ Համագործակցենք նրանց հետ։ Այնուհետև կարող ենք գնահատել, դա 2 ամսվա աշխատանք է, թե 3։ Իսրայելի եւ Իրանի օդային տարածքները դեռ փակ են։ Իրանը հայտարարել է, որ այն փակ կմնա մինչեւ 5 շաբթի, իսկ այս ընթացքում Իսրայելում եւ Իրանում մարդիկ աստիճանաբար փորձում են վերադառնալ իրենց առօրյա կյանքին, գնահատելով 12 օրյա օրինալի պատերազմի ընթացքում պատճառված վնասը։